Ողջույն բոլորին, բարև Օլիմպոս։ Եթե չեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ապա ուղղեք այդ սխալը, որովհետև հատկապես այսօր շատ սպասված ու լավ զրույց ենք ունենալու։ Իսկապես մեր այսօրվա հյուրին մեր հետևորդները շատ են սպասել եւ վերջերս մեր սոցիալական ցանցերի էջերում հարցում էին կարել, թե ում են ուզում տեսնել մեր տաղավարում եւ նա ամենաշատ հիշատակված հյուրերի թվում է։ Իսկ նա անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոն գինն է, ինչպես նաեւ Եվրոպայում է 2 անգամ լավագույնը եղել, իսկ հիմա նաեւ ունի սեփական սպորտի զարգացման հիմնադրամը։ Կարծում ենք արդեն բոլորդ գուշակեցիք, որ հյուրընկալել ենք Նազիկ Ավդալյանին։ Ողջույն Նազիկ։ Բարև ձեզ։ Նազիկ, ճիշտն ասած, զրույցը սկսելուց առաջ ես ու Հասմիկը քննարկում էինք ինչից սկսել, որովհետև մենք քեզ հետ բազմաթիվ հարցազրույցներ ենք ունեցել եւ թվում է թե ամեն ինչ գիտենք, բայց միևնույն ժամանակ նաեւ չգիտենք։ Եվ ամեն դեպքում կանգ առանք ծանրամարտի վրա։ Սկսենք ծանրամարտից։ Մեծ սիրով։ Դու Ռիփսիմեն, Մելինեն այն աղջիկներն էիք, ովքեր բացումն արեցին, այսպես ասած, Հայաստանում ծանրամարտը եւ կանայք եւ ձեր ուսերին կրեցիք այդ ծանր բեռը սկսելու եւ այսօր արդեն այսօրվա աղջիկները անհամեմատ ավելի հեշտ պայմաններում են մարզվում։ Երբևէ գիտակցել ես, որ դու առաջամարտիկն ես կանանց ծանրամարտում։ Իրականում այդ տարիներին, որ սկսեցինք զբաղվել, բնականաբար ոչ, քանի որ չես պատկերացնում ուր ես գնում, ինչի համար ես գնում, ընդհանրապես չգիտես մեծ սպորտը ինչ է, բայց արդեն տարիներ հետո, որ արդյունքները տեսանք, շատ կարևոր էր եւ շատ պատասխանատու, քանի որ քեզ տեսնելով շատ աղջիկներ ընտրում են տվյալ մարզաձևը, այո, մենք սկզբում կարելի ասել 5-6 աղջիկ էինք, իսկ հիմա բավականին շատ աղջիկներ մարզվում են, ինչը շատ ուրախալի է, քանի որ մենք ֆիզիկապես ուժեղ ազգ ենք եւ աղջիկների ներգրավվածությունը շատ կարևոր է ու պետք։ Իրականում այո, շատ պատասխանատու է դա, երբ որ գիտակցում ես, դա քո վրա եւս մեկ անգամ պարտավորվածություն ես վերցնում պատվով կրելու այդ չասեմ բեռը, որովհետեւ շատ հաճելի բեռ է, այո, առաքելությունը, այո, շատ։ Իսկ ինչպիսի պայմաններում եք դուք մարզվում։ Հիմա բոլորը գիտեն, ամեն ինչ համեմատաբար ավելի լավն է, կան դահլիճներ, դուք ինչից եք սկսել, ինչ դժվարություններ եք հաղթահարել։ Ես որ սկսեցի զբաղվել ծանրամարտով, կա տղաների եւ կանանց ծառաձող, ես առաջի անգամ կանանց համար հատուկ նախատեսված ծանրաձողը մրցումների ժամանակ եմ տեսել եւ ընդհանրապես շատ անհարմար էր մրցումների դուրս գալը։ Մենք ընդհանրապես կարելի ասել համապատասխան մարզաձողով չենք էլ պարապել ծանրամարտին հատուկ մարզաձևով։ Հետո երբ որ սկսեցի երևի մի 2 տարի հետո տեղափոխվեցինք այլ մարզադահլիճ, այնտեղ ավելի լավ էր պայմանները, բայց ես որ հիշում եմ առաջի անգամ ես որ մրցում գնացի, այնտեղ տեսա այդ ձողը, ամեն ինչս իդեալական, հրաշալի, նույնիսկ շատ մեծ անհարմարություններ, այդպես վերցնել ծանրաձողը ու քարերը չշարժվի, այդպես չընկնի կամ բան, այդ տարօրինակ էր մի քիչ մեզ համար։ Իսկ հիմա այո, ուրախություն բոլորիս, շատ է լավացել պայմանները, ինչը որ շատ կարևոր է մեծ սպորտում արդյունքներ ունենալու համար։ Հիմա շատ հյուր կարծիք է, որ ասում են ուժեղ մարզիկները պետք է պատվալից դուրս գան, այդպիսի մի կարծրատիպային մտածելակերպ կա, չէ, բայց ինչի արժանապատիվ պայմաններ չստեղծել մարզիկների համար, որ իրենք էլ եւ լավ զգան եւ կարևոր զգան եւ բնականաբար գրագետ ձևով մարզվեն։ Միգուցե իսկապես վատ պայմաններից մենք բազմաթիվ մարզիկներ ենք տվել, բայց ինչու կրկնել այսօր, եթե հնարավոր է ուղղել դրանք, շատ ճիշտ է։ Իհարկե, մեր ժամանակ դա հնարավոր էր, որովհետև իրոք պայմաններ չկար, շատ բան չէինք տեսնում, չգիտենք, բայց հիմա մի քիչ դա անիրական կլինի, որովհետև այնքան է զարգացել գիտությունը սպորտի մեջ, շատ առաջ են գնացել ու այդպես վատ պայմաններով մի քիչ առնվազն, չգիտեմ, ֆենոմեններ պետք է լինեն, որ կարողանան արդյունքներ անել։ Ու հենց երևի թե անում են հենց այդ մարդիկ, ովքեր որ նվիրյալներ են, ովքեր որ իրենց ամբողջ կյանքը ներդնում են եւ ֆիզիկապես եւ հոգեպես շատ համապատասխան են այդ սպորտաձևին, ու այո, նվիրյալներն են արդյունքներ անում։ Իսկ եթե համապատասխան պայմաններ լինի, մենք շատ լուրջ արդյունքներ կունենանք։ Դու էլ ինչ որ առումով նվիրյալ էիր եւ կարողացար այնպիսի նվաճումներ բերել մեր Հայաստանին, որոնք միջա չէին եղել։ Երբ որ պայից սկսած հավատացիր ինքդ քեզ եւ հասկացար, որ այս մարզաձևում կարողանալու ես մեծ նվաճումների հասնել։ Ես երևի թե 6-7 ամիս էի մարզվում, որ թողեցի ծանրամարտը, 5-6 ամիս թողեցի, հետո նորից վերսկսեցի մարզումներս
Երբ որ արդեն սկսեցի պարապել, մենք մարզիչիս հետ ունեցանք այդպես մի փոքրիկ կարճ զրույց, որ նա ասեց, եթե առանց բացակայության կաս, եթե անես այն ինչը կասեմ, դու կդառնաս աշխարհի չեմպիոն։ Երևի թե այդ տվյալները, պոտենցիալը, իմ տեսակը շատ ավելի շուտ է ճանաչել, քան ես ինքս ինձ։ Այդ խոսքերն ինձ համար շատ պատասխանատու են եւ պարտավորեցնող։ Ես գնացի տուն, ամբողջ օրը մտածեցի ու հասկացա, որ ինչի համար ես թողեցի, որովհետեւ չէի պատկերացնում մեծ սպորտը ինչ է իրենից ներկայացնում։ Բայց երբ որ այդ մի գիշերը ինձ շատ ավելի շատ բան տվեց, քան կարելի ասել այդ մի 6 ամիսը, որ ես մարզվել էի մինչ այդ, որովհետև մի պահ ես իմ վրա զգացի շատ լուրջ պատասխանատվություն, այդպես ասեմ, որովհետև Գերարտաշն իմ վրա այնպիսի մի կարևոր ինձ առաքելություն տվեց, որ ես զգացի, որ ես կարող եմ անել, եթե անեմ այն ինչ որ ինքը ասում է, դա խաղապարով չի լինում, դա հեշտ ճանապարհով չի լինում, բայց եթե նա զգաց, որ կարող եմ, ուրեմն իսկ ես ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն։ Ուրեմն պետք է լրիվ այլ ձև տրամադրվել, պետք է ամբողջությամբ քո կյանքը լինի այդ տվյալ գործը, ինչով դու զբաղվում ես, ու հենց այդ մի գիշերը ինձ համար կարելի ասել այդպես ճակատագրական եղավ, որ իմ ամբողջ պատկերացումները փոխվեց սպորտի մասին, սպորտով զբաղվելու մասին։ Առավոտյան արդեն ինչ էր հասկացել։ Այդ օրը երեկոյան նաև մենք ունեցանք այդպիսի մի փոքր զրույց, ասեց ես էլ քեզ չեմ զանգի, չեմ անհանգստացնի, եթե դու մի վաղը եկար պարապմունքի, ուրեմն դու որոշել ես, եթե չեկար արդեն հասկանամ, որ դու չես ուզում պարապել, ու առավոտյան ես արթնացա, վերցրեցի ուսապարկս, հագուստներս դրեցի ու գնացի, ու էլ Գերարտաշի հետ խոսակցություն որևէ մի բան չենք ունեցել, բարևեց, պարապմունքիս պլանը տվեց, ու կարելի ասել այդ օրվանից երևի թե շատ ծայրահեղ ինչ-որ պահեր պետք է լիներ, որ ես բացակայի կամ չանեի ասած, այդպես ասած։ Ամեն մարդու կյանքում, երևի հատկապես մարզիկների կյանքում այդ անկյունակարային իրավիճակ է լինում եւ լինում է մեկով ուղղորդում է։ Եվ Արտաշես Ներսիսյանը հավաքականի գլխավոր մարզիչը փաստորեն թե քո կյանքում, թե այսօրվա արդեն մեր աղջիկների այդ դերակատարումը ունեցավ։ Ընդհանրապես մարզիչը ինչ դեր է խաղում մարզիկի կյանքում։ Ես երևի այսպես պատասխանեմ հարցին։ Կարող է լինել շատ լավ մարզիչ, ես շատ լավ մարզիկ, լավ տվյալներով մարզիկ եւ արդյունք չանեն, որովհետեւ իրենք իրար չեն հասկանում, չեն լրացնում։ Մարզիկն ու մարզիչը պետք է լինեն մեկ մարմին։ Իրանք պետք է այնպես այնքան լավ զգան իրար։ Ես ու Գերարտաշը կարելի ասել այդպես էր։ Ես որ ինչ-որ մի սխալ բան էի անում, Գերարտաշը նայում էր ինձ, ես հասկանում էի ինչն եմ սխալ արել։ Ճիշտ է, բնականաբար առանց խոչընդոտների չի լինում, առանց ինչ-որ կոնֆլիկտների, նեղվածության, ամենուր է այդ կա, առանց դրա էլ առողջ չի, ինչ-որ մի բան այն չի, եթե այդ ամեն ինչը չի լինում, բայց պետք է հասկանան իրար մարզիչն ու մարզիկը, դա շատ հետաքրքիր քիմիա պետք է լինի, որ մարզիչը ոչ միայն լինի մարզիչ, այլ նաև առաջնորդ, ծնող, ընկեր, ամեն ինչ։ Նույնիսկ ծնողները չպետք է ինչ-որտեղ նեղանան, երբ որ իրենց երեխան իրենց չի լսում, իրենք զանգում են մարզիչին, որ մարզիչը ազդեցություն ունենա երեխայի վրա։ Մարզիչը ընդհանրապես շատ մեծ դեր պետք է խաղա մարզիկի կյանքում, ոնց որ իմ մարզիչը շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում։ Իսկ հիմա էլ շարունակում եք խաղալ, շարունակում եք պահպանել ձեր լավ հարաբերությունները։ Եթե ինչ-որ խորհրդի կարիք ունենում եմ, անպայման զանգում եմ։ Խոսում ենք իմ ներկայի պլանների մասին, իր հետ անպայման խորհրդակցում եմ։ Ինքն էլ է զանգում։ Այո, իհարկե։ Հիմա հաստատ հետևում ես մեր կանանց հավաքականին, ունենք լավ աղջիկներ, Եվրոպայից, աշխարհից մեդալներ են բերում, քո կարծիքը կասես մեզ։ Մեզանից հետո մի պահ դադար եղավ, որովհետև սերնդափոխություն եղավ, ցավոք այնքան շատ չէին աղջիկները, որ այդպես չզգացվեր այդ պահը, բայց ի ուրախություն մեզ մենք շատ ուժեղ երեխաներ ունենք, ովքեր որ զբաղվում են ծանրամարտով, հատկապես աղջիկները, որոնցից որ շատ մեծ սպասելիքներ կան, երբ որ ես իրենց հետ շփվում եմ, ես զգում եմ, որ իրենք արդեն պատկերացնում են ինչ է սպորտը, այդ սպորտային բնավորությունը, այդ պատասխանատվությունը, ընդհանրապես իրենց մարզիկ տեսակը ինձ մեծ հույս է ներշնչում, որ մենք դեռ շատ մեդալներ ենք ունենալու Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական խաղերին։
Ծանրամարտ այն քիչ մարզաձևերից է, որտեղ հայ կանայք ոչ միայն մասնակցում են, այլ նաև մրցունակ են աշխարհում։ Քո կարծիքով ո՞րն է մեր ուժեղ կողմը, ինչ հատկություններ ունենք, որ կարող են թույլ են տալիս նման նվաճումների հասնել։ Երևի թե ես կասեմ, որ աշխարհի մասշտաբով մենք այդ առավելությունն ունենք, որ հայ կանայք ֆիզիկապես ավելի ուժեղ են։ Եվ դա մենք պետք է օգտագործենք, հատկապես մարզերի երեխաները, իրենք եւ բնավորությամբ եւ ֆիզիկապես, եթե այդ հնարավորություններն ունենային զբաղվել սպորտով, երևի թե 50%-ը լուրջ արդյունքներ անեին։ Մենք ընդհանրապես իրոք սպորտային ազգ ենք շատ, բայց ցավոք չունենք սպորտով զբաղվելու մշակույթ։ Այդ մշակույթն է պետք ձևավորել մեր մեջ։ Ինչպես դու մեծ փորձ ունես եւ դժվարություններ ես հաղթահարել եւ սպորտում ես բոլոր հնարավոր տիտղոսները նվաճել, ինչպես անել դա։ Ես հիմա իմ ծրագրում ստեղծել եմ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամ, առաջին նախագիծը, առաջի եւ կարելի ասել ամենամեծ նախագիծը մարզակրթական կենտրոնների կառուցումն է մարզերում։ Պետք է երեխաները ինչքան էլ այո ասենք, ռոպագանդենք, եթե հնարավորություն չունենան ինչպես զբաղվել։ Հենց դրա համար պետք է ստեղծել հնարավորություն, որ երեխաները տեղ ունենան գրագետ մարզիչներով, մասնագետներով շրջապատված կարողանան զբաղվել սպորտով։ Համենայն դեպս դա ես զգում եմ, որ կարող եմ անել ու իմ ներդրումը այդ առումով ունենում եմ եւ շատ ուրախ եմ, որ թեկուզ ոչ մարզական աշխարհից, նաեւ տարբեր մշակութային ոլորտից, արվեստից, շոու բիզնեսից շատ մարդիկ կան, որ արդեն միացել են կարևոր համարելով սպորտով զբաղվելը, որպեսզի մարզերում երեխաները հնարավորություն ունենան զբաղվել սպորտով։ Իսկ որը կհամարես քո ծրագրի հաջողությունը, Նազիկ, ինչի ես ձգտում, բացի այն, որ երեխաները զբաղվեն սպորտով եւ ունենան պայմաններ, ինչ նպատակ ես դրել, ինչի ես ուզում հասնել։ Ես քանի որ տարիներով շփվել եմ մարզերում ապրող երեխաների հետ ու տեսել եմ իրենց մեջ այդ պոտենցիալը, այդ դրա համար եկան այն մտքին, որ պետք է այնտեղ լինեն հնարավորություններ, որ երեխաները կարողանան զբաղվել սպորտով։ Իմ ամենակարևոր առաջնային նպատակը ու արդեն ոչ միայն իմը, մեծ թիմ է աշխատում այս ծրագրի վրա, շատ առաջատար մասնագետները, որպեսզի մենք մարզերում այն պոտենցիալը, որ կա, այն երեխաներն, ովքեր որ կարող են իրենց ներուժը թույլ է տալիս սպորտում հաջողությունների հասնել, ունենան այդ հնարավորությունները եւ կարողանան անցնել այդ ճանապարհը։ Իմ նպատակը ունենալ մարզերից Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ։ Բնականաբար ոչ բոլորը կդառնան, բայց սպորտով զբաղվելու, սպորտային կյանքով ապրելու ու սպորտային ժառանգությունը ինքը շատ կարևոր ժառանգություն է, որ երեխաները, բոլոր երեխաները պետք է ունենան, թեկուզ եւ չդառնան սպորտսմեններ։ Սպորտային մշակույթ զարգացնելն է փաստորեն առաջնահերթը, հետո արդեն այդտեղից դուրս կգան մեդալակիրներ կամ ոչ պրոֆեսիոնալ։ Առաջին ծրագիրը, որի վրա հիմնադրամն աշխատում է, նավ մարզակրթական կենտրոնի ստեղծումն է մարզերում։ Դա հարմարեցված է պրոֆեսիոնալ սպորտին, որ երեխաները կարողանան պրոֆեսիոնալ սպորտի մեջ լինեն եւ դրանով նաեւ խրախուսվում է մասսայական սպորտի զարգացումը։ Երեխաները հնարավորություն են ունենում զբաղվել սպորտով պրոֆեսիոնալների մոտ։ Իհարկե, միայն ֆիզիկապես ուժեղ երեխաների մասին չէ խոսքը, նաեւ նշեմ, որ կառույցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որ իրենք էլ կարողանան զբաղվել հենց պրոֆեսիոնալ սպորտով։ Նաեւ սիրողական, պրոֆեսիոնալ, որ ես ասում եմ, սիրողական սպորտը դա արդեն խրախուսում է նաեւ սիրողական սպորտով զբաղվելու։ Իսկ հենց բուն քեզ համար ո՞րն է շարժառիթը այս ամեն ինչը սկսելու, ինչ ես դու ստանալու բացի հոգեկան բավարարվածությունից, բնականաբար առողջ սերունդ, սպորտային մշակույթներ դնելուց բացի, հենց քեզ համար ինչն է կարևոր։ Տեսեք, ես անցել եմ մի ճանապարհ, որը որ հասկացա, որ եթե չծառայեցնեմ մյուս սերունդներին, դա ոնց որ կիսատ կլինի։ Ստեղծել արժեք եւ այդ արժեքը այդպես թողնել իմ ոլորտը փոխելով, ես հասկացա, որ արժեզրկում եմ այն ճանապարհը, որը որ անցել եմ։ Հենց դրա համար եկա նրան, որ ստեղծեմ հիմնադրամ եւ իմ մնացած էներգիան ներդնեմ այս ամենի մեջ։ Իմ ամենակարևոր կետը, որտեղ որ ուզում եմ հասնել, ունենամ այնպիսի սերունդ, որը որ կշարունակի այն ամեն ինչը որ ես ստեղծել եմ եւ իմ նպատակին ես կհասնեմ, այն է մարզերում այո ունենանք չեմպիոններ, ունենանք ուժեղ սերունդ, որովհետեւ այն երեխաները, ովքեր որ ապրում են մարզերում, իրենք արժանի են ունենալ այնպիսի հնարավորություններ, որ իրենք էլ կարողանան իրենց երկիրը ներկայացնել եւ արժեք դառնալ երկրի համար, որովհետեւ կան այդ երեխաները։
այնտեղ գյուղերում։ Քո ժառանգությունը շարունակական լինի։ Այո։ Իմ երազանքն, իմ նպատակն է ինձանից հետո ապրել այս ծրագիրը։ Աստված դա տեղի ունենա։ Նազիկ, եթե այսպես հետ նայենք, դու ասացիր իմ անցած ճանապարհը, ես Հասմիկը այդ անցած ճանապարհը հիշում ենք, մենք ուսանողներ էինք, երբ դու ելույթ էիր ունենում, քո Եվրոպայի մեդալները, աշխարհի մեդալը, ինչ էր ծանրամարտը քեզ համար, ինչպես դու կարողացար այդ նվաճումներին հասնել եւ բոլորիս ուրախացնել։ Ծանրամարտը փաստորեն հենց այն սպորտաձևն էր, որով որ ես պետք է զբաղվեի, որովհետև 17 տարեկան թողեցի ես ակրոբատիկան, 14-13 տարի զբաղվել էի ակրոբատիկայով, բայց դեռ զգում էի, որ ուզում եմ սպորտի մեջ մնամ։ Ու շատ հետաքրքիր ձևով կյանքը ինձ տարավ դեպի ծանրամարտ։ Ես սկզբում որ գնացի, չէի սիրում ծանրամարտը, չէի ուզում, բայց այնպես էր ստացվում, որ անընդհատ գնում էի։ Հիմա որ պատմեմ, ինքը շատ հետաքրքիր պատմություն է։ Ու հիմա որ հետ եմ նայում այն երազանքը, որ ես ունեի, մնամ սպորտի մեջ, սպորտով հաջողությունների հասնեմ, Եվրոպայի ու աշխարհի մրցումներին մասնակցեմ, դա բացի ծանրամարտից էլ ոչ մի սպորտաձև այդ տարիքում ինձ չէր տա եւ սպորտով հենց կոնկրետ ծանրամարտով զբաղվելով ես հասկացա, որ դա այն է, ինչ որ ես ուզում եմ անեմ, որովհետեւ այն ինչ երևում է ծանրամարտն առաջին հայացքից ընդհանրապես դա չէ, թվում է պարզապես երկաթ բարձրացնել, գցել եւ միայն ֆիզիկական պատրաստականություն է պետք, բայց ընդհանրապես այդպես չի։ Ինքը շատ նուրբ, կենտրոնացում պահանջող սպորտաձև է ու ֆիզիկական տվյալներից բացի շատ տվյալներ մարդ պետք է ունենա, ֆիզիկական ինչ որտեղ նաև մղվում է հետին պլան, որպեսզի կարողանան արդյունք անել ծանրամարտում ու հենց այդ ամեն ինչը ինձ սկսեց կամաց գրավել։ Իսկ այն ինչ տվեց ծանրամարտ իմ ամբողջ կյանքի համար, դա անգնահատելի է, որովհետև առօրյա կյանքում սպորտից դուրս ես շատ կարևոր եզրահանգումների եմ եկել հենց ծանրամարտի շնորհիվ։ Հենց մեկը դա, որ երբեք առաջի հայացքից որևէ մի երևույթի մասին կարծիք չկազմեմ, եթե դա խորությամբ ես չգիտեմ, չեմ ուսումնասիրել մարդու հարաբերության, կապ չունի մասնագիտությունների առումով հասկացա, որ պետք է խորհուրդներ չտալ որևէ մեկին, քանի որ դա իր կյանքն է, ինքն է որոշում, որ մասնագիտությունը սեր չի ճանաչում, յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի այնպիսի մասնագիտություն, որտեղ ինքն իրեն կգտնի, կտեսնի, հաջողությունների կհասնի։ Ես հասկացա, որ յուրաքանչյուր մարդ դիմացինի հնարավորությունները չափում է իր սահմանափակումներից ելնելով, ոչ թե դիմացինի հնարավորություններից։ Հասկացա, որ կյանքում եթե ունես նպատակ, անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է պայքարես, իսկ եթե քո նպատակին հասնելու ցանկությունը շատ մեծ է, այդ հնարավորություններն ինքնըստինքյան կյանքը քեզ կտա, ինչպես որ ինձ բազմիցս տվել է։ Լիքը բաներ։ Փիլիսոփայական մարզաձև է ծանրամարտը կարող ենք ասել։ Եվ իր հետ աճել ես նաև դու, հասունացել ես, սովորել ես եւ փոխադարձ եւ ծանրամարտն է քեզ տվել եւ դու իրեն։ Քո մեդալները դու տվել ես մեր երկրին, նաև քեզ համար ես նվաճել, բայց այդ ճանապարհը, որը մենք չենք տեսել, ինչ է եղել դրա հետևում թաքնված, ինչ դժվարություններ, ինչ բարդություններ, դու շատ հետաքրքիր, բայց միաժամանակ նաև բարդ ուղի ես անցել։ Բնականաբար բարդ է լինում, բոլորի ճանապարհն էլ բարդ է լինում, եթե ուզում ես քո մասնագիտության մեջ լինել առաջինը, դա հնարավոր չի պատահական լինի կամ ինչ-որ հեշտ ճանապարհով լինի։ Բարդությունները շատ են լինում, իհարկե, բայց նաև սպորտը սովորացնում է պայքարել, սովորեցնում է, որ պարտությունը ոչ թե հանձնվելու համար է, այլ եզրահանգումներ անելու համար։ Չգիտեմ ինչի մասին պատմեմ մեկի մասին, բայց նաև կասեմ ինչ է տվել հենց ծանրամարտը եւս մի շատ կարևոր բան եմ ուզում նշել, սովորեցրեց ինձ հարգել այն գործիքը, որով դու աշխատում ես։ Ես իմ ծանրաձողի հետ կարելի ասել ընկերներ էի, ես հոգեպես կապ էի ստեղծել իր հետ, ես իր հետ կիսվում եմ, ես երբեք չեմ քայլ գցել ծանրաձողիս վրայով, այդպես պտտվել գնացել եմ, շատ եմ տեսել, որ ոտքով խփում են ծանրաձողին, ես դա երբեք չեմ արել, որովհետև մենք միասին ենք ճանապարհ անցնում, իսկ այդ էներգիան, չէ՞ որ էներգիա գոյություն ունի, իսկ դա փոխադարձ է, երբ որ այդ ծողը պահելով քո գլխավերևում դու դառնում ես Եվրոպայի չեմպիոն, իր շնորհիվ, ձեր անցած ճանապարհի շնորհիվ, պետք է հարգես այն աշխատանքը, այն գործիքը, որով դու գնում ես առաջ։ Իսկ այդ հարգանքի էներգիան փոխադարձ է, մի օր դա անդրադառնալու է։
դա է շատ կարևոր որակ է կարելի է ասել, որ ես ստացա ծանրամարտի շնորհիվ, որը որ փոխանցում եմ բոլոր, կապ չունի ինչ մասնագիտություն են ընտրում, դա շատ մեծ հզոր էներգիա է, որ պետք է կարողանաս պահել։ Դե դժվարությունների մասին ինչ խոսեմ։ Անցել գնացել է։ Այո, որպես այդպեսին այդպես չեմ սիրում խոսել։ Այո, տեսեք ամենամեծ դժվարությունը, որ ասեմ, իմ բալիկի հետ կապված է եղել, որ ավտովթարից հետո, երբ որ ես վերադարձա նորից սպորտ, արդեն տղաս ծնվել էր, 1.5 տարեկան էր, ես նորից վիրահատվեցի, մետաղները հեռացրեցի, որպեսզի կարողանամ պարապել։ Ինքը 1.5 տարեկան էր, երբ որ սկսեցի պարապել, գնացի ուսումնամարզական հավաքների, ամիսներով չտեսնել քո բալիկին, չտեսնել ոնց է խոսում, ոնց է քայլում, այդ զգացողություններն ահավոր էր ու դրանց միջով էլի մարզվել, այդ ցավերը հաղթահարել, որպես մայր ես կարող եմ ասել, այդ ֆիզիկական ոչ մի ցավ չի կարող համեմատվել դրա հետ։ Բայց նաև այստեղ կարող եմ ասել, որ երևի թե տղայիս հանդեպ կարոտ է այդ պատասխանատվության զգացումը որ չլիներ, ինձ թվում է դժվար կարողանայի շարունակել, որովհետև ամեն անգամ ես որ հիմա հետ եմ նայում հիշում եմ որ ինձ այդ ցավերն օգնում էր հաղթահարել մի միտք, որ ես ամիսներով իմ տղային չեմ տեսնում, թողել եկել եմ այստեղ պարապում եմ, որ առանց արդյունք անելու դուրս գամ, ինչ որ ֆիզիկական ցավերի պատճառով չպարապեմ, ու այդ միտքը ինձ օգնում էր, որ նորից ելնեմ, պարապեմ, պահեր կար զգում էի, որ ցավ չէի զգում, մի խոսքով այդ տեսեք էլի ինչ է տվել, ես հասկացա, որ մեր ամենաթույլ կողմը մենք կարող ենք դարձնել մեր համար ամենաուժեղ կողմը, հենց դա կարող է մեզ համար մոտիվացիա լինել, այնպես որ Նազիկ, քո տեսակով դու շատ բան ես ապացուցել նաև մեզ, բոլորին, որ անկախ ընկնելուց, ցավերից, դժվարություններից պետք է ոտքի կանգնել ու պայքարել եւ հիմա որ դու այսպես խոսում ես, իսկապես հարգանքի արժանի այս ամենը։ Ինչու հետ եկար ծանրամարտ, կիսատ էր մնացել, զգում էիր, որ կարող ես նորից մեդալ նվաճել, թե կար ափսոսանքը, որ դու 2012-ի օլիմպիական խաղերը բաց ես թողնել եւ նպատակ կա արդեն 16-ին մասնակցել։ Ես միայն կարող եմ ասել, որ ինքնանպատակ չէր այդ հետ գալը, որովհետև կար ներքին զգացողություն, ոչ թե ես ինչ որ 100% համոզված էի, որ ինչ որ արդյունք եմ անելու, չէ, բնավ այդպես չէր։ Պարզապես ես անընդհատ մտածում էի, որ մի պահ է գալու, որ ես այլևս չկարողանամ փորձել ու ապրելու եմ ափսոսանքի զգացողությունով։ Այդ ափսոսանքի զգացումով չապրելու համար ես ասում եմ պետք է գոնե փորձեմ, թող չստացվի, բայց փորձեմ, թող չստացվի, գոնե հանգիստ կլինեմ, որ չի ստացվել։ Բայց դե արդեն երբ որ բայց ինչ որ ներքին զգացողություն կար, այո, երևի նաև սպորտի հանդեպ այդ կարոտը, այդ կիսատ մնացած զգացողությունը, դեռ նաև որ մարզադահլիճում պարապում էի, զգում էի, որ իմ մեջ դեռ այդ ներուժը կա, ես ուզում եմ պարապել, մեծ սերն ու կարոտը իմ սպորտի նկատմամբ, բայց արդեն այդ մի տարի ու կեսը որ պարապեցի, ես ավելի հանգիստ թողեցի սպորտը։ Բայց որ միայն դժվարություններից եւ ափսոսանքներից չխոսենք, նաեւ կարեւոր նվաճումների մասին երբեք չենք մոռանա աշխարհի առաջնությունը, երբ հաղթեցիր աննկարագրելի էմոցիաներ են, ամբողջ Հայաստանը շունչը պահած հետևում էր քո ելույթին, քո բարձրացրած կիլոգրամներին, դու ինչ ես հիշում արդեն բավական երկար տարիների խորքից 16, հա? 16 արդեն 17։ 17, այո, 17 տարի։ Արագ է անցնում ժամանակը։ Իհարկե շատ պարտավորեցնող էր։ Ես հիշում եմ, որ չի կարողանում լիարժեք վայելել այդ պահը, որովհետև շատ մեծ պատասխանատվության զգացողություն եկավ իմ մոտ։ Ես դեռ բնականաբար սպորտը լրիվ չեմ թողել, արժևում դեռ մրցումներ կան։ Սրանից հետո արդեն աշխարհի երկրորդ տեղը համարվելու է պարտություն ու այդ զգացողությունը չէր թողնում ինձ ամբողջությամբ վայելեի։ Բայց ես հիշում եմ, որ գիտեք, այդ ամենաերևի հեշտ ու ամենադժվար հարցն է ինձ համար, որովհետև պատվոհարտակին երբ որ կանգնած ես, դու գիտես, որ մի ամբողջ ազգ ուզում է, որ դու հաղթես եւ ամբողջ մի մոլորակ անհամբեր սպասում է, որ դու պարտվես, ու այդ զգացողությունը, որ ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ քո շնորհիվ բարձրանում է հայոց եռագույնը եւ հիմնն է հնչում, որտեղ որ աշխարհում առաջինն է քո երկիրը քո շնորհիվ, դա աննկարագրելի զգացողություններ են։
որ ինձ թվում էր մի բան ընդհանրապես վերացած ոնց որ լինեի երկրագնդից, նույնիսկ ոտքերիս տակ չէի զգում ու հիշում եմ, որ ինձ թվում էր որ պետք է ընկնեմ, քանի որ չէի զգում ոնց եմ քայլում, ինչ եմ անում։ Քեզ աշխարհի տերը զգում ես։ Չէ։ Չէ, այդ մեծ պատասխանատվության զգացումը, որ մի անգամից երբ որ պահել էի արդեն գլխավերևս հաշվեցին ու ես աշխարհի չեմպիոն էի, մի անգամից այդ պատասխանատվության զգացումը էլ ավելի մեծացավ իմ մոտ, որ ինչը եւ չթողեց ինձ։ Այ աշխարհի տերը զգում եմ, երբ որ սկզբում մի քանի ամիս էի պարապել, ինձ այնքան էին ասել դու աշխարհի չեմպիոն ես, աշխարհի չեմպիոն կդառնաս, արդեն գիտեի պարապեմ, չպարապեմ կդառնամ։ Այդպես իմ մոտ աստղային պահ եղավ այն ժամանակ, երբ որ նոր էի սկսել։ Շատ հեշտ անցավ։ Դա շատ հետաքրքիր զգացիր։ Այո, դա էլ երևի իմ բախտից էր, բախտս բերեց, որ այդ ընթացքում ինչ որ զգացի, որովհետեւ այն արդեն չանդրադարձավ այդ ընթացքում։ Այո։ Հասմիկը նշեց կամ երևի զգում էի, որ այդ վերջի մրցումներս է որպես այդպեսին, դրա համար որ չի կարողանում ամբողջությամբ վայելել թե ինչ, բայց այդ զգացողությունն ունեմ, որ ինչ որ մի բան խանգարում էր ինձ, որ հաղթանակս ես վայելեմ դրիվ։ Իսկ 2016-ին այդ ծանր ավտովթարից վիրահատություններից հետո դու վերադարձար եւ Եվրոպայի չեմպիոն դարձավ։ Հասմիկը նշեց աշխարհի առաջնությունը, բայց ես հիշում եմ, որ նաեւ այդ Եվրոպայի այդ առաջնության ժամանակ բոլորս այնպես էինք ուրախացել, որ դու վերադարձար ոսկե մեդալով։ Սա ավելի կարեւոր էր քեզ համար։ Ու նաեւ նշենք, որ շատ ծանր ժամանակներ էին բավական եւ շատ գեղեցիկ կերպով նվիրեցիր քո այո մեդալը մեր զինվորներին։ Այո, շատ դժվար շրջաններ եւ ֆիզիկապես եւ հոգեպես բոլորիս համար էր դժվար շրջան։ Այդ ընթացքում ամուսինս գտնվում էր առաջնագծում, պատասխանատվության զգացումը մեծ, առողջական վիճակս էլ այն չէր։ Հետո նաեւ ես որ հիշում եմ իմ մրցակիցներին, ես որ նայում էի այդպես ջահել, գեղեցիկ, թորմ ու իմ վիճակը արդեն իրենցից 6-7 տարի մեծ, այդպես ինչ որ մի հատ չգիտեմ էլի, ու ես այս լարվածությունը ոնց եմ ես իրենց հետ պայքարելու էլի։ Այդ ընթացքում դա ոչ միայն հաղթանակ էր, նաև հաղթանակ էր ինքս իմ նկատմամբ։ Դա ինձ համար ամենակարևոր հաղթանակն էր, ու ես հիշում եմ, որ ես ընդհանրապես արտակնապես շատ էմոցիոնալ չեմ, կա իմ մեջ այդ էմոցիաների զսպվածության ջիղը լավ զարգացած է ու ես շատ լավ կարողանում եմ ինձ տիրապետել յուրաքանչյուր իրավիճակում ու ես չգիտեի ինչ է նշանակում երջանկությունից արտասվել այդպիսի զգացողություն միշտ ասում եմ ինչ ոնց պետք է լինի ոնց կարա ես ու միշտ հիշում եմ որ աղոթքից մեջ մի անգամ ասեցի Աստված իմ ես կարող եմ ես մի պահ զգալ որ ես երջանկությունից արտասվում եմ ինչ զգացողություն է դա այս Եվրոպայի մրցումներից հետո ինձ բռնեցի այդ պահի մեջ դա իրոք հաղթանակ էր ու ես իրոք կարողացա վայելել դա Եվ մի քանի ամիս անց դու մասնակցեցիր Օլիմպիական խաղերին։ Ես անպայման ուզում եմ խոսել, որովհետև քո երազանքներից մեկն է եղել մասնակցել Օլիմպիական խաղերի եւ մենք Ռիոյում հետևում էինք քո ելույթին, դու 5-րդ տեղը գրավեցիր, բայց նաեւ հիշում եմ, երբ որ խոսեցինք Արտաշես Ներսիսյանի հետ, նա ասաց, սա այն տեղը չէր, որին Նազիկը արժանի է, բայց այն ճանապարհը, որով անցել է եւ հիմա հասել է այստեղ, ուղղակի հերոսություն է։ Ինչ էր քեզ համար Ռիոյում ելույթ ունենալը եւ Օլիմպիական մեկնարկ ունենալը։ Դա իմ միակ օլիմպիական խաղերն էր, ցավոք ես վաղ չունեցա մասնակցել օլիմպիական խաղերին այն ժամանակ, երբ որ լավ մարզավիճակում էի եւ պատրաստվում էի իմ երկրորդ օլիմպիական խաղերին, դրանից հետո ավտովթարը եղավ։ Մի խոսքով դա իմ միակ օլիմպիական խաղերն էր, որին մասնակցեցի։ Ճիշտ է, շատ լավ մասնակցեցի ես որպես այդպիսին։ Բայց Եվրոպայի մրցումներից հետո 5 ամիս հետո օլիմպիական խաղերն էր ու ես այդ 5 ամսվա մեջ կարողացա պարապել երևի թե 2 ամիս։ Ես մի օր պարապում էի, մյուս օրն ամբողջ օրը չէի կարողանում քայլել, նույնիսկ շնչելն էր դժվարանում, պահ կար, որ իմ ընկերուհին պետք է այդպես մեջքիցս քաշած պահեր, որ ես կարողանայի շնչել։ Այդ ընթացքում մենք չունեինք համապատասխան մասնագետներ, որպեսզի կարողանային հասկանալ ինչ է կատարվում իմ ողնաշարի հետ։ Ոչ մեկ չգիտեր ինչ անել, որ ես կարողանամ պարապել։ Ու չստացվեց կարելի ասել իմ լիարժեք մարզումները օլիմպիադայից առաջ։
Դրա համար որպես այդպեսին գոհ եմ իմ մասնակցությունից, որովհետև գերազանցեցի իմ արդյունքը Եվրոպայի առաջնության, բայց եւ այնպես, եթե կարողանա այդ 5 ամիսը լիարժեք պարապել, լրիվ այլ կլիներ։ Իհարկե չեմ սիրում հետ գալ, բայց ես հասկացա, որ այո, կարող ես երազանքներ, նպատակներ ունենալ, դու ֆիզիկապես պատրաստ լինես չեմպիոն լինելու, բայց նաեւ կա այդպիսի մի բան, միգուցե այս կյանքում քո առաքելությունը այլ է եւ դու այս շրջանն անցնում ես ինչ-որ բանի համար։ Հենց դրա համար ես այդպես շատ ցավով հետ չեմ նայում։ Իրավիճակները հիմնականում ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա։ Հետագայում շատ հարցեր է եղել, որ պահի տակ ափսոսացել եմ, ասել եմ ինչի համար, ես չէ որ դրան արժանի չէի կամ ինչ-որ այդպես շատ տարբեր բաներ, բայց հետո որ հետ եմ նայում, այն պահերը, որոնք որ ինձ համար թվում էին վատ է, դա իմ համար ամենակարևոր պահերն են եղել կյանքի։ Ու եթե չլինեին այդ պարտությունները, թեկուզ որ եթե դա ենք վերցնում, պարտություններ, ես չէի ունենա այն հաղթանակը, ես չէի անցնի հիմա այն ճանապարհը, որը որ անցնում եմ, որովհետև հիմա որ ես հետ եմ նայում մանկություն, փոքրիկ Նազիկը 4-5 տարեկան դեռ ինքը չէր երազում մարզիկ լինել, ինչ որ աշխարհի Եվրոպայի չեմպիոն լինել, ինքը երազում էր լինել այնպիսի մարդ, որ օգտակար կլինի երեխաներին, ճանապարհ կհարտի շատերի համար, դեռ չգիտեմ ինչ էի անելու, ինչով էի զբաղվելու, երբեք չեմ մտածել ինչ մասնագիտություն էի ունենալու, բայց ես հիշում եմ, որ այն ինչ երազում էի փոքրիկ տարիքում, ես հիմա այն մարդն եմ, այն երազանքների աղջիկը, որի մասին մտածում էր այն փոքրիկը, ու ես հասկանում եմ, որ երևի թե այն ճանապարհը, որը որ անցել եմ, բերել է հենց նրան, որ ես կարողանամ իրականացնեմ իմ մանկության երազանքը։ Շնորհակալություն Նազիկ եւ Աստված տա այդ ամենն իրականանա եւ ինչպես նշեցիր 4 տարեկան Նազիկի երազանքներ օգնել մարդկանց, հիմա դու զբաղվում ես դրանով եւ դրա պտուղները քաղես եւ մենք բոլորս տեսնենք ուրախանանք։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ դուք հետևեք Նազիկ Ավդալյանի հիմնադրամին, օգնեք երեխաներին եւ բնականաբար բաժանորդագրվեք մեզ, գրեք ձեր մեկնաբանությունները եւ կարծիքները ու եղեք մեզ հետ։ Կհանդիպենք։